Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, առաջին լրատվականի տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ, միջազգային իրավաբան Արմինե Առաքելյանին։ Տիկին Առաքելյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին այսպես հաշված ամիսներ են մնացել։ Ըստ ձեզ, ովքեր են քաղաքական դաշտում հիմնական խաղացողները այսօր։ Ես այդ ընտրությունները ոչ լեգիտիմ եմ համարում, որտեղ Հայաստանում մենք չունենք ժողովրդավարական մարդու իրավունքների վրա հիմնված իրավական պետություն, հա? Երբ որ մենք չունենք այդ համակարգը եւ ընտրությունները համարվում են ժողովրդավարական համակարգի գործառույթ, որտեղ որոշ չափով կա բազմակարծիքություն, բազմազան քաղաքական օրակարգեր, քաղաքական ուժեր, որը գաղափարական եւ հանրային շահի վրա հիմնված օրակարգեր են մշակում եւ իրար հետ արդար ազատ մրցակցում են եւ կարողանում են իրենց հենարանները ստեղծել բնակչության մեջ, մենք այդտեղ կարող ենք այդ լեգիտիմ համարենք եւ ասենք, որ ընտրությունների արդյունքը եւս լեգիտիմ կլինի եւ մարդիկ ազատ քաղաքացիները ընտրում են տվյալ քաղաքական ուժի կամ ուժերի հանրային օրակարգը, որը իրենց շահին է։ Հայաստանում 25 տարի է մենք նման դժբախտաբար չենք հաջողել ժողովրդավարական, իրավական, արդար սոցիալական պետություն կերտել։ Առաջին նախագահից սկսած, երկրորդ, երրորդ, եւ դա ես խորհրդանշում եմ երրորդ նախագահներով, որտեղ մեր մոտ այսպես կոչված քաղաքականությունը շատ անձնավորված է, անձնական շահերի եւ կլանային փակ եւ ոչ գաղափարախոսական։ Ընդհանրապես գաղափարախոսությունները այդտեղ եթե խոսում ենք քաղաքական գաղափարախոսությունները, բայց վստահ կարող է իրենց մեջ իդեալներ կա, գաղափարներ, ինչպես թալանեն, ինչպես յուրացնեն։ Մեզանում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը այսպես իրավական անկախացավ, այդ քաղաքական ուժ կոչվածը առաջին ուժերից էր, կասեի, post-սովետ երկրներում, որը Հայաստանում հաստատեց նեոլիբերալ քաղաքականություն, այսինքն վայրագ մասնավորեցում, ամբողջ հանրային ունեցվածքի վայրագ այսպես պրիվատիզացիա, որտեղ քաղաքացին բնակիչը որևէ ձևով հսկողություն եւ վերահսկողություն չունի։ Եվ մեր ամբողջ, կասեի, ունեցվածքը, ժառանգությունը, պատմամշակութային, բայց նաեւ հարստությունը տարբեր, ոլորտներում այսպես յուրացվեց, թալանվեց։ Եվ այսօր մենք չենք կարող խոսել կայացած պետության մասին, նախ կայացած քաղաքական համակարգի մասին, կայացած քաղաքական ուժերի մասին, եւ միայն կարելի է խոսել քրեաօլիգարխիկ, այսպես թե գանգստերական եւ թե մոդեռն, կլանային համակարգին եւ հետեւաբար ընտրությունները իմ համար ոչ լեգիտիմ են։ Այդ դեպքում, երբ չկա փաստորեն քաղաքական գաղափարախոսություն, պայքարի ինչ տարբերակներ են ձեզ համար ընդունելի։ Մենք տեսնում ենք, որ կան այսպես խմբեր, ովքեր ընդհանրապես շղթում են Հայաստանում ընտրական գործընթացներով իշխանափոխության հասնելու տարբերակը, իշխանափոխության ինչպես է հնարավոր Հայաստանում հասնել, արդյոք լոկալ եւ զանգվածային այսպես քաղաքացիական անհնազանդությունները, ապստամբությունները հնարավոր են ինչ-որ պահից վերածվել այդպես համաժողովրդական շարժման եւ հանգեցնել իշխանափոխության։ Ինչպես ասում եմ, քրեաօլիգարխիկ, գանգստերական կամ մոդեռն քրեական միջազգային օլիգարխիայի նեոլիբերալ, ուժերի ներկայացուցիչներ կան հիմա ավելի ուժեղանում են Հայաստանում, այդ փակ քրեական համակարգը ուրիշ խաղի օրենքներ ունի եւ ժողովրդավարական իրավական պետության խաղի օրենքները լրիվ տարբեր են։ Հիմա դուք ինչպես եք ուզում այդ խաղի օրենքներով խաղաք։ Ես այդպես չեմ տեսնում, որ իշխանափոխություն ինչ կուսակցություններ ում են ներկայացնում։ Մեր այսպես կոչված հայ կուսակցությունները, չէ՞, իբր քաղաքական ուժեր ում են ներկայացնում։ Մի հատ ասեմ մենք իմանանք, իրենց ղեկավարությունը չի ներկայացնում իրենց շարքերը։ Շարքերը հայտնի չի որ սոցիալական խավից են։ Եվ այդ սոցիալական խավերի շահերը ընդհանրապես չեն ներկայացնում, որովհետև հենարան չունեն։ Եվ այս 25 տարում միայն որոշ շատ փոքրամասնությունը գերհարստացել կամ արտոնյալ դարձել, որովհետև քաղաքական ամբողջ այս ինստիտուտները եւ գործառույթները օգտագործել են զուտ իրենց կլանների եւ իրենց հարստացման եւ ուժեղացման եւ իշխանությունը մոնոպոլիզացման համար։ Ես այդտեղ չեմ տեսնում, որ իշխանափոխություն ժողովրդավարական
խաղի օրենքներով կարելի է։ Իսկ համակարգափոխության մինչև այս վերջի համանadrական փոփոխությունը իբր ակտիվիստ, իբր հանրային գործիչ, քաղաքական չեմ ասում, բայց գործիչ, ես մտածում էի, որ կարելի է իրավական պայքար տանել եւ իմ գոնե կենսագրությունս վերջ 15 տարի որ Հայաստանում եմ, 17 տարի երբ սկսեցի միջին հիմնեցի, նայել որ սերունդ տանք եւ կարողանանք քաղաքացիականությունը ստեղծել իրավական, ժողովրդավարական մշակույթի վրա հիմնված։ Չեմ ասում արդյունքի չի ասել, կա, որտեղ մենք ունենք, չէ, քաղաքացիականություն ունենք այսօր Հայաստանում եւ մեր դարերից հետո վերջապես մենք ունենք այդ նմուշը եւ այդ փորձառությունը եւ նախադեպը։ Եվ պայքարիները եղել է դատարանի, իրավական, փողոցի, բայց սահմանադրական արժեհամակարգի եւ այսպես իրավակարգի շրջագծում։ Անցյալ աշուն ես հանդես եկա հանրային ձևով եւ ամեն ինչ արեցի, որ նման սահմանադրություն չստեղծեն, այդ քրեաօլիգարխիկ ուժերը, որովհետեւ այդպիսով ընդհանրապես բնակիչը եւ քաղաքացին իրավական իմաստով օտարվում է, իր հանրային գործունեությունից։ Պետությունը ձեռքերը լվանում է ընդհանրապես սոցիալական, տնտեսական իրավունքների պաշտպանությունից եւ միայն դառնում է այդպես ռեպրեսիվ գործիք ոստիկանական ուժերի միջոցով։ Հիմա այդտեղ իմ նմանները, ինչպես ասել եմ, ինչ պիտի անենք։ Երթանք դատարանները, որ չի աշխատում, որտեղ այդտեղ էլ չէ, ծանոթի եւ փողի հարցեր են եւ ուղղակի կախված են այդ քրեալիգարխիկ ուժերին։ Ինչպես պիտի մենք կարողանանք իրավական պայքար տանենք։ Մեզ տղեկ իրենք բացատրեն։ Իսկ ապստամբության տարբերակը, մենք տեսանք հուլիսյան այդպես հայտարարել են, որտեղ բարեբախտաբար 3 հոդվածները կան, չէ՞, սահմանադրության մեր, որ չանփոփոխ էին։ Եվ այդտեղ այո, մենք ինչպես մաշտոցի պուրակում արեցինք, եւ ես բակի կամ գյուղում եւ այլն, ես եւ մյուսներս կարող ենք մեր իրավունքները նվաճենք։ Դա մեր սահմանադրության այդ 3 կետերը թույլ են տալիս եւ նաեւ միջազգային իրավունքը թույլ է տալի։ Հիմա նրանք, որ իրենց իրավունքները գիտակցում են, տարբեր ոլորտներում, իբր կին, իբր ինչպես ասած աշխատավոր, իբր, չգիտեմ, մշակութային ոլորտում, տնտեսական, սոցիալական, որևէ ոլորտում, այդպես նախանձախնդիր իրավագիտակից մարդը թող մտածի եւ ստեղծի այն միջոցները, որով ինքը ուզում է իր իրավունքները նվաճի։ Դժբախտաբար մարդիկ սպասում են, որ ուրիշները պիտի գան իրենց համար իրավունքները այդպես ընծայեն։ Դա եղել է թե մեր անհատական ոլորտում, մակարդակում, եւ դա եղել է նաեւ մեր ազգային, այսինքն անկախությունը մեզ տրվում է, ինքնիշխանությունը մեզ նվիրվելու է, մեզ այսպես բարօրությունը տրվելու է, փրկիչներ են գալու, մոդեռն կամ ոչ մոդեռն գավառական օլիգարխիայի կամ մոդեռն օլիգարխիայի ներկայացուցիչներ, որ հիմա բխկտում են, հայ իրականության մեջ, մենք մարդը այդպես, ես կասեի երկու ոտանի էակը Հայաստանում եւ Սփյուռքում, կարծում եմ, որ դրանց միջոցով Հայաստանը, չգիտեմ, դառնալու է այնտեղը, որ ինքը կարող է ապրի։ Այդպես չի լինում։ Սկսում ես քեզնից, ինչու եմ գնում ընտրություններին, ում եմ ընտրելու, եթե չկա ընտրության համակարգ։ Ում եմ ընտրելու, որտեվ իմ ծանոթ սա լինելու, որ վաղը եթե խնդրեմ ունեցամ ինք իմ համար, այդպես կլուծի, բայց կապրեմ աղքատության կամ սրան նրա կախվածության մեջ անընդհատ վախով, եւ եթե ոչինչ չեղավ կթողնեմ կերտամ ուրիշ երկիր, մարդը իրենից է սկսում, չէ, հավաքականությունը եւ այլն։ Հիմա ավելի շատ խոսվում է այն մասին, որ նախընտրական այս փուլում գոնե այսպես արևմտամետ ուժերի դաշինք պիտի ստեղծվի։ Դուք չեք տեսնում արդյոք նման հնարավորություն, չէ՞ որ այդտեղը ինչ արևմտամետ, ռուսամետ, էստամետ, թենդամետ, այդ որն է։ Ինքնիշխան մարդը, ինքնիշխան ուժը ինչի մետ է լինում, ինչու պիտի արտաքին մի բանի մետ լինի։ Ինքը ինքնուրույնություն չունի, որ իրա մետ լինի, ինքնամետ լինի, ինքը ինչպես է տեսնում, ես սա ասել եմ, ինքը ինչպես է տեսնում իբր մարդ, իբր հայ, իբր կին, իբր սոցիալիստ, իբր կապիտալիստ, ինչպես է պատկերացնում, իրա կյանքը այս
բնաշխարհում, որը կոչվում է Հայաստան, եւ այս աշխարհում, որը կոչվում է մոլորակ։ Ինչպես է տեսնում։ Երբ որ ինքը պատկերացում չունի, հա, եւ որևէ ձգտում չունի, եւ որևէ միտում չի կարողանում ձևակերպել, ինքը ինչպես է կարողանում որոշի որևէ հարց, թե ինչպես է ապրելու։ Հիմա դուք ինձ ասում եք արևմուտք, դրանք ովքեր են։ Ինչ են էլ գնացել արևմուտքին, կպե կամ գնում են Ռուսաստանին, կպնում կամ գնում են Չինաստանին, կպնում։ Այդ ինչ է նշանակում։ Գրեթե բոլորը Ռուսաստանին են կպած եւ շատ քիչ հատուկ են։ Դե դարեր մենք կպել ենք սրան եւ նրան։ Ինչա բերեմ մեզ։ Քաներորդ դարից մենք ունենք ինքնիշխան, ինքնուրույն, հա, պետականություն։ Հիմա էլ որ 25 տարի մենք այսպես ֆորմալ իմաստով ունենք, ամենից դաժան իրավիճակն է, որտեղ այսօր թուրքը կամ ազերին կամ չգիտեմ ով չի 25 տարում մեզ այս վիճակի հասցրել։ Թող մեզ չասեն արտաքին վտանգը կամ արցախյան հարցն է այսպես եղել, ոչ։ Հայ, հա, հայ թալանչիներն են, չէ՞։ Մոդեռն եւ ոչ մոդեռն, որտեղ 40 միլիոն դոլար տալ եկեղեցի ստեղծել, կառուցել, այսօր ինչ պետք ունի հայ ժողովուրդը։ Թող դպրոցներ ստեղծեին, որ կրթվեին, չգան էլիտար դպրոցներ ստեղծեն Դիլիջանում, հա, որտեղ էլիտարը, հա, որն է, որ լինեն մատ փոքրամասնություն, որ շատ գիտելիք ունի եւ լինեն անգիտակ, այսպես իրանց կարծիքով հիմար մեծամասնություն, որը մեկը մյուսին կարող է իշխի, հետո մենք կարող ենք այդտեղ ասել արդար համերաշխ մենք համակեցություն ենք ունենալու։ Մի քիչ մտածեն, որտեղ հիմա այդպես ռոդմապներ չէ, ճանապարհային քարտեզներ կամ նամակներ են գրվում, այդպես հարուստ սփյուռքահայերի կողմից կամ եւ այլը։ Ես ասել եմ, ես թշնամի չեմ փնտրում, բայց մի բան գիտեմ, որ այս համակարգը քրեալիգարխիկ համակարգը իր կյանքը տվել է։ Եվ հիմա մենք ապրում ենք տրանզիսիոն, չէ, շրջան։ Այս սիրունատես կոչված վարչապետներով եւ տեխնոկրատների կառավարություն, տեխնոկրատ չեն, ինչ տեխնոկրատը։ Գազպրոմի տնօրենը չէր Կարեն Կարապետյանը։ Իմ գյուղումս կան տեսնեն ինչ վիճակում է, նաեւ իր ժամանակ ա եղել, չէ։ Այս ճանապարհացույցերը ինչ տեսակ, իրենք պատկերացում ունեն, չէ։ Հիմա գավառական այդ հրեշավոր օլիգարխներին հանում են, իրենք կան նստեն։ Իմ համար դա չի նշանակում արդար պետություն։ Իմ լուծումս նա է, որ պիտի լինի պատասխանատվության, հա, հաշվետվության մի ինչպես ասած գործառույթ։ Այս համակարգը կարող է խաղի այլ կանոններ թելադրել։ Շատ է խոսվում, որ այս կառավարությունը ոչ, նույն մարդիկ չեն կարող։ Նույն մարդիկ չեն կարող։ Ես կհավատամ, որ նույն մարդիկ կկարողանան, եթե այդ մարդիկ, որ եղել են այսպես կոչված քաղաքական մեր դաշտում, Սփյուռքում եւ Հայաստանում, հաշվետվություն տան։ Եվ ես դա պատկերացնում եմ հանրային բաց թափանցիկ դատավարություն։ Կսկսի Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բոլոր այս քաղաքական ուժերի ղեկավարությունը եւ ՀԿ-ները եւ այլն, որոնք այսպես համագործակցել են 25 տարի եւ մնում են իշխանություն իրանց, հա, տարբեր կառույցների մեջ, բաց հաշվետվություն կտան։ Մենք որ սկսեցինք այդ մեխանիզմը գործացնել, հա, մենք այն ժամանակ կարող ենք խոսել առողջ քաղաքական process-ների մասին։ Առանց հաշվետվության, առանց պատասխանատվության կանչելու, առանց հատուցման չի կարող վերանորոգված, վերիմաստավորված առողջ քաղաքականություն գոյություն ունենա։ Իդեպ որքան էլ նշվեց, որ տնտեսության վիճակը ծանր է, վատ է, այնուամենայնիվ այդպես էլ գնահատական չտրվեց, թե ինչպիսին է օրինակ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ու իշխանությունը նշում է, որ նա պարզապես տեմպերն էին դանդաղ, այնպես չէ, որ վատ էր աշխատում, նույնիսկ այդ դեպքում գնահատականներ չհնչեցին։ Բայց սրանք ամենը նույն կլուբի մարդիկ չեն։ Իրար մեջ բաժանում են, հետո գալիս են սիրուն բաներ են խոսում, այդ ում են խափում։ Կարծում եք, որ Կարեն Կարապետյանը եւ նրա թիմը նույն խմբի, նույն ակումբի անդամներ են։ Ես ասում եմ, մեր վերնախավը, պաշտոնական վերնախավը 25 տարում, հա, այլասերված եւ կոռումպացված է, թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Շատ պատասխանատու խոսք եմ ասում, որովհետեւ ես ապրել եմ, լավ ճանաչում եմ։ 2002-ին ես Թեհրան էի այցելել եւ Դաշնակցության ժամանակի, որ հիմա շարունակում եմ մնալ ղեկավարության հետ, այսպես առիթ էր ուրիշ ծանոթների բարեկամների տուն, ներկա էինք եւ այդպես զրույց էր ետում, խմում էին եւ այլն, խոսում էին,
որ Հայաստանը հա շատ լավ է, կարող է լինի կներեք բորդելի եւ կազինոների երկիր, որտեղ տնտեսությունը կզարգանա, մուսուլման աշխարհում ենք գտնվում եւ այդպես մենք կունենանք տնտեսական զարգացում կամ իրանց կարծիքով Հայաստանը Հայաստանը։ Եվ ես կարծում եմ իրան խմած են կամ չգիտեն ինչ են խոսում։ Պարտավոր եմ նման օրինակներ տալ, որտեղ ես էլ եմ ուզում իա բացել դոսիեները։ Եվ վերջը ես արդեն վրթովվեցի, որտեղ տեսա լուրջ են խոսում, ասեցի դուք լուրջ եք, որ նման, այսինքն քաղաքականություն եք ուզում Հայաստանում իշխի, որ Հայաստանը 70 տարուց հետո վերածվի ներողություն բոզանոցի եւ կազինոների երկիր, եւ ասեցին այո։ Եվ այդտեղ վեճ բանավեճ գնաց, որ բա ինչ էր այդ իդեալները, չէ, վերջապես ձեր կուսակցության, որը սոցիալիստ, ազգային կուսակցություն է, որ հա ունեցել է հիմնադիրներ, որ հավատացել են, չէ, արդար ազատ ինքնիշխան պետության կայացման եւ հիմա պիտի վերածվի ներողություն անբարոյականության, հա, եւ կազինոների երկիր։ Եվ բանավեճը շատ սուր վերջացավ, որ հիմա տեսնում ենք 14 տարից հետո Հայաստանը վերածվել է դրան, որտեղ իրանք միակները չէին։ Նման ծրագրեր կա, չէ՞։ Իմ համար Կոստան Զարյանի պատկերացումներն ավելի հոգեհարազատ, Հայաստանը վերածվի հոգևոր մշակութային խաչմերուկ։ Ես այդպես եմ տեսնում մեր դերը այս տարածաշրջանում եւ աշխարհում։ Հիմա այս երկու պատկերացումներից ով ուր է հասել։ Իրանք հաջողեցրել են, չէ՞ իրանցը։ Ես էլ փորձում եմ իմս հաջողեցնել եւ մյուսները որ փորձում են պատկերացումները շատ կարեւոր են։ Ինչու չեն հաջողում այդ խումբը մարդկանց, ինչու չի հաջողում։ Ինչպես չի հաջողում։ Ես դեռ կամ ուրիշներ էլ կան, պայքարում են։ Այս պահի դրությամբ ի նկատի ունեմ դեռ իշխանություն դառնանք։ Քաղաքացիական ի նկատի ունեմ քաղաքացիական հասարակություն։ Մենք քանի դար պետություն չենք ունեցել։ Հիմա 15 տարում վերջապես քաղաքացիության հարցը զարգանում է մեր ազգային մտածողության, մեր հանրային մտածողության մեջ։ Դա կատակ բան չի, դա ձեռքբերում է, բնական է նվաճում։ Բայց խնդիրն է, որ նոր սերունդը կամ այն սերունդը, որ մենք կրթել ենք, փորձել ենք կրթել շատ սահմանափակ միջոցներով, մեր յուրային թե գիտելիքի, թե ֆինանսական միջոցներով, մի մթնոլորտում, որը թշնամական հոստայլ, չէ, մթնոլորտ է, որտեղ ամբողջ այդ հին հնացած ժամանակավրա մշակույթն է դերում, ասում եմ Հայաստան թե Սփյուռք։ Այդ սերունդը պիտի կարողանա թոթափից, չէ, Մաշտոցից հետո, չէ, Մաշտոցի պուրակից հետո, իրենք էլ այդպես գնացին այդ աստղային, հատվածապաշտության, էգոն փոքր էգոների, չէ, այդ վերարտադրեցին որոշ չափով հին սերունդների կամ այսպես ասած ավակ սերունդների թերությունները։ Ես սա գնահատական եմ ասում, առանց պախարակելու, բայց մենք պիտի թոթափենք, մեր սխալները հասկանանք, եթե ուզում ենք մարդավայել ապրենք, եթե չէ, բոլորը կարող են հավաքեն գնա։ Նրանք որ ուրիշ կարծիք են այն պատկերացումը, որ ես էի ասում, կիսում ենք այդ պատկերացումը, մենք մնում ենք, աշխատում ենք։ Տեսնենք ով կլքի, ով չի լքի։ Եվ կարճել չենք գալու։ Մենք վերջին շրջանում տեսնում ենք նաև Սփյուռքի այսպես կոչված մտավորականության ակտիվությունը Հայաստանում ինչ որ բան փոխելու, օրինակ Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը, այսպես նախաձեռնության ամեն դեպքում մենք տեսնում ենք նրանց այսպես ջանքերը Հայաստանում ինչ որ բան փոխելու պատրաստակամություն են ցույց տալիս, հայտարարությամբ են հանդես գալիս, ստորագրահավաք են կազմակերպում։ Կարծում եք, որքանով պետք է նրանք մասնակից լինեն Հայաստանում տեղի ունեցող Կան ապրեն։ Մինչև չես ապրե Հայաստանում, մինչև չես ապրում հավասարի, հա? Մինչև չես հստակեցնում քո պատկերացումները եւ չես պայքարում ամեն օր, հա, այդ պատկերացումները իրականացնելու։ Ես չգիտեմ անձամբ իրանք չեմ ուզում թերագնահատեմ, բայց դե դուք Ռուբեն Վարդանյան եւ մյուսները չեսիմ այդ բարեգործականի շեֆեր եւ այլն դրանց էլ կարող եք ասել, որտեղ շատ ակտիվ են եղել։ Փողեր են ծախսել, այս երկում փողեր են ծախսել, չգիտեմ ինչեր են կառուցել եկեղեցի եւ այլն, դպրոցներ, էլիտար արտոնյալը պիտի վեճ տալ։ Մենք պիտի համազգային իմաստով հասկանանք, որ որտեղ ենք ապրում տարածաշրջանը։ Ինչ պատմություն ենք ունեցել 100 քանի տարի առաջ ջարդվել ենք ինչի համար, նորից մեր փչացած, հա, կոռումպացված էլիտաների շնորհիվ։ Հիմա եթե շարունակելու են նույն արտոնյալ եւ կոռումպացված իրենց թե Սփյուռք թե Հայաստան եմ խոսում,
ասեցի պաշտոնական էլիտան, եթե կարծում եք, որ նման ձևով է շարունակելու, Հայաստան գոյություն չի ունենալու։ Հիմա կան մարդիկ, որ պայքարում են ամեն օր, կամ բանդում են, կամ տունում են, կամ իրանց գյուղում են, պայքարում են, որովհետև չեն կարող անտարբեր լինել։ Եղավ, թող գան, միանան եւ անեն։ Բայց ոչ թե միայն աշխային եւ էկրաններին երևալու համար։ Մենք այսօր ունենք քաղբանդարկյալներ։ Այն տղերքը, չէ՞, որ քանի տարի առաջ ինչ են արել, հող են ազատագրել։ Հիմա ինչ դրանք վերածվան ազգի թշնամիներ։ Ես կարող եմ գաղափարներ չկիսեմ, բայց ես մի բան գիտեմ, որ իմ համար ընդունելի չի, որ նման մարդիկ գտնվեն բանդերում Հայաստան։ Իսկ օրինակ նրանց ներկայացրած քաղաքական ծրագիրը ճանապարհային քարտեզ ընդունելի է ձեզ համար, հետաքրքիր է։ Վերջերս քաղաքական խորհուրդը ներկայացրեց ծրագիր։ Ես ընդհանուր ծանոթ եմ, իմ համար գնահատելի է, որ իրենք իրենց փորձը անում են։ Մի բան են անում, եւ իդեպ ընտրական գործընթացներով չեն եւ լեգիտիմ են այնքանով, որ իրենք աշխատել են այս պետական աշինության համար, հիմա իրենց ձևերով, հա, պայքարել են։ Ես նորից եմ ասում, թշնամի չեմ փնտրում, ինչպես անուններ տվեցիք, հա, կապիտալիստ, նեոլիբերալ ուժերին, բայց մի բան ուզում եմ ասել, որ հիմա որ համակարգը փուլ է եկել, քրեաօլիգարխիկ, եւ տարածաշրջանը լրիվ նոր, հա, ձևակերպումներ ա կատարում, նաեւ համաշխարհային իմաստով, ճակատագրական պահեր ենք ապրում, մենք պիտի ունենանք համազգային կոնսենսուս, որ Հայաստանը պիտի գոյություն ունենա։ Ուրեմն արտաքին թշնամու եւ վտանգի առաջ մենք միասնական ենք։ Բայց դա չի նշանակում, որ ամենաթողությունա լինելու եւ անպատժելիությունա լինելու։ Հիները, որ դեռ ուժի մեջ են, քաղաքական ուժերի մեջ են, այսպես կոչված կամ իշխանություն են, պիտի հաշիվ տան։ Եթե հաշիվ չեն տալի, ուրեմն չունեն վստահություն։ Չկարծեն, որ, չգիտեմ, անգիտակ ամբողջներին հավաքելով իրանք բան ասել եմ մի անգամ, երբ որ նավը խորտակվեք, իրանք էլ են խորտակվելու։ Գրոյքոր Զոհրաբը մինչև վերջը կարծում էր, որ Թալատը գալու է իրան փրկի, չէ՞, հիշեք։ Նույնն է իրանց պատահելու։ Իսկ նոր ուժերը, որ կապիտալիստական եւ այլն ուզում են գալ այստեղ, չգիտեմ ինչեր անել, դրանց էլ զգուշացնում ենք։ Արդար Հայաստանի կողմնակից եք, շատ բարի, եթե ոչ նույն սխալը մենք 25 տարի հետո չենք թույլ տալու։ Ըստ արտոնյալ էլիտար այսպես վայրագ կապիտալիստական երկիր չի շարունակվելու, որովհետև արդեն չկա, ոչ չկա, չի մնացել։ Ոչ չի մնացել բնական ռեսուրսներից, հա? Պատմամշակութային ժառանգությունից։ Ուրեմն խելքիք եկեք։ Կգաք, միասին կկարողանանք լեզու գտնել։ Չեկաք, այդպես չի որ անպայման դուք միտեղ կհասնեք։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք քաղաքագետ միջազգային իրավաբան Արմինե Առաքելյանի հետ։